Բարի օր, Հանրային ռադիոյի եթերում կրկին առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է Գյումրիից, ես Լևոն Սարդարանն եմ, խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հիմնականում գյումրեցիներին, որովհետև այսօր նույնպես մենք խոսելու ենք Գյումրիի արտահերթ ընտրություններից ավագանի եւ այսօր մեր զրուցակիցն է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ցուցակով Գյումրիի ավագան եւ քաղաքապետի տեխնացու Արտյոմ Ղարաղազարյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Պարոն Ղարաղազարյան, սկսեմ ավանդական դարձած հարցով, դուք ցանկանում եք դառնալ կամ մասնակցում եք ընտրություններին, որպեսզի գործող իշխանությունը քաղաքացիական պայմանագիրը մասնավորապես չկարողանա ունենալ մեծամասնություն, թե դուք ունեք լուծումներ խնդիրների, այսինքն գիտեք խնդիրներ եւ գիտեք ինչ լուծումներ պետք է տալ այդ խնդիրներին։ Տեսեք, մեր քաղաքի հետ կապված ես ավագանու անդամ եմ եղել, ամեն տարդուցավը գիտեմ այս քաղաքի, նաեւ ԿՊ-ի վերարտադրումը ինձ համար լուրջ խնդիր է, որովհետեւ նրանք չվերարտադրվեն։ Շատ լավ։ Հիմա քանի որ դուք գիտեք բոլոր խնդիրները, ունեք այնպիսի լուծումներ, որ գյումրեցիներին կառաջարկեք եւ գյումրեցին կասի այ ինքը կարող է անել այն, ինչ չեն կարող անել մնացած տեխնացուները միասին վերցրած։ Տեսեք, Գյումրին այս 30 տարի է խնդիրների մեջ է, ու Գյումրի խնդիրները բազմազան են։ Գյումրին այնքան շատ խնդիր ունի, որ այսօր նախ առանձնացնել, առաջնային, երկրորդային կամ տարբերակել ճիշտ չէ։ Գյումրի խնդիրներին պետք է ցանկացած հարցին հավասարաչափ լինել տեղյակ ու լուծում տալ։ Գյումրի խնդիրները այսօր շատ են, բայց կարևորում եմ Գյումրի խնդիրներից տնօրենների հետ կապված մեր անօթևանների խնդիրը, որը այս 30 տարի անօթևանների կարգավիճակը չի փոխվել։ Ինչի համար մենք այսօր մոտ 4000 ընտանիք, այսինքն 4000 ինչի նկատի ունեմ։ Այնտեղ կան ընտանիքներ, որոնք բազմազավակ են եղել, այսօր իրանք մեծացել են, ընտանիք են կազմել եւ իրանք ստացած տունը, որը փլվել է երկրաշարժին, փոքր է եղել։ Ստիվաց մի մասը տան ընտանիքի գնացել է ստացած իրանց տունը, մյուս մասը մնացել է դոմիկներում։ Նաև կա այստեղ խնդիր, մարդիկ ստացել են բնակարաններ այն ժամանակ վաճառել են, մնացել են դոմիկներում։ Եվ մի հատ զանգվածը կա, որ իրանք իրոք Գյումրիի բնակիչներ չեն եղել, ժամանակին եկել են, գրանցվել են տնակների վրա, ու այդ տնակները դարձել է իրանց հիմնական ավելի կոնկրետ 2800 ընտանիք նման կարգավիճակ 2800 ընտանիքի մասին է խոսքը, այդ առաջնահերթությունը, եթե մենք ունենանք հնարավորություն շենքեր տալ, բնակարանների պաշտումը կատարել, առաջնահերթությունը այդ մարդկանցն է, բայց եթե այն մյուսները չունին մեր քաղաքի բնակիչներն են, նաև նրանց խնդիրներն էլ պետք է լուծվի, որովհետեւ այս քաղաքը ձերբազատվի տնական տարածքներից, որտեղ այսօր մենք քաղաքի մեջ տարածքներ ունենք, տնակներ է դրված, այսինքն այդ դոմիկներն որ կա գյումրեցու ասածով, բայց տեղը որ քաղաքի տեսքին կխանգարե, բարեկարգելու ժամանակ հնարավորություն չի տա նորմալ բարեկարգես։ Նաև կան դոմիկներ, որոնք դրված են գրեթե կարմիր կոդու վրա։ Այդ խնդիրները այսօր քաղաքի համար լուրջ խնդիրներ են։ Ունենք այսօր խնդիրներ, օրինակ բուլվարային թաղամասում մոտ 11 մենք բան ունենք։ Ինարգանի շենք էր, որը երկրաշարժից առաջ եղել է, մնացել է։ Ժամանակին բնակեցված չէր, հիմա բնակեցված է այդ շենքերը, բոլորովին։ Ամենաբարդ խնդիրներից մեկն է։ Ծերերը այսօր իրանց տունը ելնել իջնելու համար համարյա ամիսը մեկ չեն ելնի իջնի, ինչի համար, որովհետև լիֆտ չկա։ Այդ շենքերից ոչ մեկի մեջ լիֆտ չկա։ Այսօր շատ կարևոր խնդիր է։ 11 հատ ինարգանի շենք այսօր կա, որ լիֆտ չունի։ Պատկերացնեք, երբ որ ասված մի արածի ջուրը կդրվավ այդ մարդկանց 2 օր, 2 հոգի ծեր են այդտեղ, ինչ պետք է եղնի այդ մարդկանց վիճակը։ Շատ բարդ վիճակ է ստացվել։ Այդ հարցերը մենք կարող ենք մեր թիմով կարգավորել, լուծել, մեր գյումրեցուն առաջարկել, այն էլ դիք մեր տարդուցավն է, մենք պետք է սարքենք, ու նմանատիպ շատ հարցեր կա։ Կարևոր հարցեր կա, բայց անօթևանության վրա հետո կանցնենք մնացած խնդիրներին, տեսեք 2800 ընտանիք դոմիկներում են ապրում, տնակներում են ապրում, 80-ից 90 շենք վթարային են քաղաքում, ընդ որում այդ թվում նաև 4-րդ աստիճանի վթարայնության շենքեր կան, որոնցից 3-ում մարդիկ են բնակվում, եւ այս խնդիրը ամբողջությամբ լուծելու համար անհրաժեշտ է տարբեր հաշվարկներով 200-ից 250 միլիոն ամերիկյան դոլարի չափով գումար։
Այն դեպքում, երբ Գյումրիի բյուջեն տարեկան կազմում է մոտավորապես $14 միլիոն։ Հիմա այդ 200-250 միլիոն դոլարը որտեղից պետք է։ Դուք որպես ապագա կառավարիչ, որտեղ։ Տեսեք, մեր քաղաքը, ես որ դուք քաջատեղյակ եք, որ այդ հնարավորությունները չունի այդ հարցերի լուծում տալը։ Եթե մենք հետեշտանք իշխանության խոստումներին նայենք, իշխանությունը այս քաղաքը, այսինքն ստանձնելուց ոչ թե քաղաքապետ, այլ կառավարությունը ստանձնել, խոստացել է, որ քաղաքում այդ տիպի հարցերը պետք է լուծեն։ Բայց այսօր այս իշխանությունը արդեն 7 տարի իրանք են։ Դրական շարժ ես անձամբ չեմ տեսել։ Հիմա մեր խնդիրը ո՞րն է։ Այսինքն քաղաքապետի գործը, գիտեք, մենեջերությունն է, ճիշտ ծրագրեր ունենալ, կազմել, տալ, ստանալ կառավարությունից ծրագրերի իրականացումը եւ բերել կազմակերպել։ Մենք ամեն վարյան հետամուտ ենք լինելու, ամեն վարյան կառավարության տուրը թագելու ենք, ամեն վարյան խնդրելու ենք, որ այդ տիպի հարցեր լուծել։ Եթե մեկը կարող կսե, ես բարերար կբերեմ այդ կանանտանիքի հարց կլուծեմ, ես բարերար կբերեմ դի կսարքեմ, ես չեմ հավատա այդ ամեն ինչին, ես չեմ էլ նման բան խոստանա իմ քաղաքացիներից։ Այդ հարցը այս կառավարության ուսերին է, իրանք ստացել են այն կառավարությունից ու ստանձնել են, որ այդ հարցը պետք է լուծեն։ Այդ հարցը լուծումը պետք է իրանք տան, եթե չէ, ինչ ասեմ, ժողովուրդը իր քվեով բան չմնաց 26 թվին։ Իր շնորհակալությունը կհայտնի ամեն ինչ կերևա։ Այն մարդը կուկա, այն մարդը կսարքի, ով որ կենա։ Դա քաղաքապետի տիրույթում հարց չէ։ Քաղաքապետը կարողա միջնորդ դառնա, քաղաքապետը կնա դիմե, խնդրե, հորդորե, պահանջե քաղաքացու անունից, բայց քաղաքապետը չի կարող իր ծախսերով այդ հարցերին լուծում տալ։ Միանշանակ հնարավոր չէ, որովհետև դուք ասեցիք, մեր բյուջեն ինչ է, $14 միլիոն։ Այսօր քաղաքի մանր-մունուր հարցերը կարգավորելու համար ավելի շատ գումար է պետք։ Չի հասցնե մեր բյուջեն փոքր է։ Տեխնացիներից մեկը օրինակ ասում է, որ դա նաև այն հետևանքով է, նրա այն պատճառով է, որ Գյումրիում ստվերային տնտեսությունը բավական մեծ թիվ է կազմում։ Ասենք կան օբյեկտներ, կան սննդի կետեր, որոնք տեղական համայնքային իրենց վճարները չեն անում։ Ստվերային տնտեսությունները ովքեր պետք է բացահայտեն։ Այսօրվա իշխանությունը պետք է չբացահայտի։ Թող բացահայտի, բյուջեն լծե գործեն է։ Ով է իրանց դեմն արել։ Թող բացահայտեն, բերեն դաշտ, այնն, բայց ես Գյումրիում այդ ստվերային օբյեկտները ձեր ասելով չեն կարող այնքան լինել, որ գյումրուտանակների հարց լուծեն։ Հա, չէ։ Այդ հարցը ավելի շատ իրենց լուծելու հարցն է, իրենց մտածելու հարցն է։ Այս կառավարությունը վերցնելուց իրանք խոստացել են գյումրեցիներին։ Ու պարտավոր են իրանք իրենց խոստումը կատարելու։ Եթե դուք ընտրվեք քաղաքապետ, այդ օբյեկտները այսպես ստվերից լույս բերելու պարտականությունը, պարտավորությունը ձերն է լինելու։ Ստվերից լույս բերելու պարտականությունները իր ոլորտում քաղաքապետարանը կանի, բայց այն ինչ կվերաբերվի ՊԵԿ-ին, հարգայինին, մյուսներին, կան նախարարություններ, թող զբաղվեն իրանց հարցն է։ Տեսեք, ինչ կախված է քաղաքապետից, քաղաքապետը միանշանակ իշա քաղաքին անելու է։ Բայց քաղաքապետը չի կնալ մարդուն տանի հարգային դաշտ։ Այդ հարցերի լուծումը էլի նույն կառավարությունը պետք է իր նախարարություններով, իր ենթակա կառույցներով։ Դուք նկատեցիք, որ Գյումրիում այսպես առանձին խնդիր չկա, խնդիրների կծիկներ են դրանք, բայց հիմա փորձենք էլի մեկ-երկուսը առանձնացնել դրանցից։ Տեսեք, Գյումրիում կա 360 փողոց, որոնցից ասֆալտապատ է ուղիղ կեսը 180 փողոցը ասֆալտապատ է, մնացածը գրունտային սարսափելի փողոցներ են, որում մենք մեքենայով ենք եկել, դրա համար ասում եմ սարսափելի փողոցներ են։ Այդ խնդիրը ինչպես պետք է լուծվի։ Որտեղ այդ ամեն ինչը փող։ Տեսեք, դրանք էլի եմ ասում, շատ մեծ գումարների հետ կապված հարցեր են։ Այսօր Գյումրիում այս կառուցված հաշկած փողոցները դուք ինչ կմտածեք Գյումրիու բյուջեով երած։ Չէ, միանշանակ չէ։ Իդեպ ասեմ, այս ծրագիրը, որը Գյումրիում այսօր գործում է, այս ծրագիրը այս կառավարության ծրագիրը չէ։ Նախկինները էլի այս ծրագիրը բերեցին, հերեցին, այն ժամանակ մենք ավագանի էինք։ Նաև իրանք այս ծրագրերին դեմք քվեարկեցին։ Իրենք ովքեր։ Այսօրվա իշխանությունը։ Հա, չէին ուզել իրանք։
Եկավ ժամանակը իշխանությունը իրանք վերցրեցին, իրանք իշխանության ժամանակ ստացվեց այդ ծրագրերը իրականացավ եւ դարձավ այնպես որ այս ամենը իրանք են արել։ Չէ, այս ամենը իրանք չեն արել։ Իսկ մնացածների մասով ես ամենակարևորը որպես քաղաքապետ, եթե ունենամ հնարավորություն իմ բյուջեովս, իմ ծախսովս, հաստատ ամենաառաջինը կսարքեմ քաղաքի ծայրամասային փողոցները, որովհետև այսօր մեր քաղաքի ծայրամասային թաղամասերը շատ լուրջ խնդիրների մեջ են։ Նախ ճանապարհ չունին, լուսավորման խնդիր ունին, բարեկարգման խնդիր ունին, նաև տրանսպորտի խնդիր ունին։ Քաղաքի տարածքներում այն տարածքներում տրանսպորտը կաշխատի, որտեղից որ ասֆալտ կա, այն տարածքում որտեղ ասֆալտը պատված չէ, այդ տարածքներում ընդհանրապես մարշրուտիկ ավտոբուսներ չի մտնի։ Քաղաքացին ինչի համար է մեղավոր, ինչով է մեղավոր, որ ճանապարհները նորմալ չէ, փակ չէ։ Ցանկացած քաղաքացի այսօր իր հարգը, տուժքը, իր pedagogan պարկի չմուծեք, մտնի դատարան, բայց այնելու ժամանակ քաղաքացուն երբ որ պահանջեկը ամեն ցևի մանիպուլյացիաներ կա խապելու։ Պետք չէ այսօր քաղաքացուն խապել, մանավանդ գյումրեցին այսօր չի խապելու։ Գյումրեցին ամսու 30-ին իր կանադականը տալու է այս իշխանությանը եւ իր թեկնազուներին, այսինքն ոչ թե թեկնազուին, նաև ստվերում էլ կան թեկնազուներ, որոնք հետընտրական process-ում պետք է միանան իրանց։ Քանի որ դուք այսպես առանձնացրեցիք թեման, շարունակելով ձեր միտքը, տեսեք Գյումրիում իրոք լուրջ խնդիր կա քաղաքի համաչափ զարգացածության հետ։ Քաղաքը զարգացած է անհամաչափ։ Կենտրոնը Գյումրիին կներեք։ Դե այնքանով ինչքան։ Այս կենտրոնից դուրս եկել եք։ Հենց այդ եմ ասում, ես դրա մասին էի խոսում, որ կենտրոնից ինչքան հեռանում ես, պատկերը դառնում է վախենալու։ Այսինքն ինչքան հեռանում ես, այնքան ավելի վախենալու է դառնում։ Այսինքն քաղաքը համաչափ զարգացած չէ։ Դա բնականաբար ազդում է ոչ միայն մարդկանց կենցաղի վրա, մարդկանց կյանքի որակի վրա, այլև ազդում է նաև այդ թվում տուրիստների հոսքի։ Գներեք մենք թաղամաս ունենք, որ այսօր զիբիլը, աղբը տանելու համար աղբ տանող մեքենան այն ճանապարհներով կեշտար, կարելի է եթե նախորդ այդ ավտոն լավ բարձված ունի, շարժվելուց կարող է շրջվի։ Այդ ճանապարհներով կեշտան։ Պատկերացրեք, այդտեղ մենք բնակչություն ունենք։ Պատկերացրեք այդ տան ուսանողը կամ ուսանողուին 8-ից հետո տուն կեշտա։ Կրնաշների բաժին դառնա։ Այսօր մենք այդ տիպի թաղամասեր ունենք։ Ընտրությունները մոդենագը ժողովրդին հիշենք։ Կարեդերը կբերեն, տարակտորը կբերեն, կտզեն, երկու հատ լամպուշկա կկախեն, կսեն։ Բեն վաղտեն եք։ Ազգային ժողովի պատգամավոր եք եղել, քաղաքապետ եք եղել, նախկին քաղաքապետներ, այն եք, այն ժամանակ են եք, խնդիր չկար, ով էր ձեր ծերը բռնել։ Ես հետ էի ուզում հարցնել, 37 տարի անցել է երկրաշարժից, 37 տարի Գյումրի շարունակում է մնալ աղետի գոտի, այդ ինչպես եղավ։ Շատ գլոբալ հարց տվեցիք։ Շարունակում է մնալ աղետի գոտի։ Իսկ ես կցանկանայի Գյումրին տեսնել երկրաշարժից հետո, նաև հիմա, ոչ թե աղետի գոտի, այլ մեր երկրի երկրորդ քաղաքը, մեր հայրաքաղաքը։ Այսօր այդ խնդիրները հենց եկել է, ես ոչ հներին կուզեմ բանցեմ, ոչ այն օրին։ Այ հենց պատճառը դիգ որ ես դեմոկրատական այլդրանք կուսակցության հետ որոշել եմ քայլեմ, որտեղ ոչ հների հետ կապ ունենք, ոչ այն օրի հետ կապ ունենք։ Ես ոչ կուզեմ հներին բնովեմ, ոչ այն օրին։ Ամեն մարդ հներին էլ է տեսել, հներին էլ է ընտրել, հների ժամանակներն էլ է տեսել, իր լավ ու վատ գործերով։ Նորին էլ է տեսել։ Նես չէ, ստա 100% վատ են եղել։ Ամեն մարդ իր լավ կողմն է ունեցել, վատ կողմն է ունեցել։ Այսօր ես չեմ անդրադառնում իրանց, այսօր մեր խնդիրը միակն է։ Մենք գալիս ենք ոչ հին, ոչ նոր։ Մենք ունենք մեր ճանապարհը, մեր առաջարկությունները, մեր քաղաքին, մեր Գյումրեցուն, բարեկեցիկ քաղաք։ Այսքան բանը։ Գյումրեցու վայել ապրելակերպ։ Լավ։ Մեր համար շատ կարևոր է։ Այսինքն մենք խոսում ենք, որ քաղաքը պիտի հարմար լինի ապրելու համար, ճիշտ է։ Հարմար պիտի լինի ապրելու համար, հարմար պիտի լինի տուրիստի համար։ Տուրիստը այսօր կուկա մեր քաղաքում այնքան փակ է, նեղված է, այսինքն դաշտ է։ Տուրիստը գալուց այսօր կարող է 5 ժամ տրամադրել, այսինքն սնվելով, բանով ինքը Գյումրիում սպդդվի, իր գունը հետ է տա, բայց չէ մենք ամեն ինչ պետք է լայնենք։
Հենց այդ գյումրեցիները բողոքում են, որ Գյումրի տուրիստական քաղաքից վերածվել է էքսկուրսիաների քաղաք։ Այսինքն տուրիստական քաղաք դառնալու համար դու պետք է տուրիստին կնանաս տուրիստին համապատասխան ծառայություններ մատուցես, որովհետեւ տուրիստը կա չհասցնե մեկ օրում տեսնել այս քաղաքը ու հետ է տալ։ Տուրիստը պետք է պետք է ժամանակ ծախսի, ժամանակ տրամադրի։ Ինքը պետք է մնա 2-3 օր, պետք է հյուրանոցները շատ եղնին, հյուրատները շատ եղնին, օբյեկտները շատ պետք է եղնին, թանգարանները։ Մենք Գյումրին այնքան հանճարեղ մարդիկ ունի տված այս ազգի համար, որ ամեկի համար ինչ ընդլայնված ենես Գյումրեցու պատմությունը։ Հաստատ տուրիստ օր եկավ չի հասցնե։ Մեկ օրվա կամ մեկ ժամվա իր հայցը կատարե ու հետ է։ Շատ կարևոր հարց է, այդ կարևոր։ Մենակ Գյումրեցու վայել ապրելը չէ, Գյումրեցին միշտ կարգապած ընդունել է հյուրերին եւ տուրիստներին։ Տուրիստը գալուց կամ հյուրը պետք է զգա որ ինքը եկավ Գյումրի եւ քնած Գյումրիից։ Տպավորված պետք է լինի։ Թե տուրիստների դեպքում, թե առավել եւս գյումրեցիների դեպքում տրանսպորտի մասին հպանցիկ անդրադարձ արեցիք, առանց տրանսպորտի այդ հարցերը չեն կարգավորվում, դա հնարավոր չի կարգավորել։ Բայց տուրիստներին մոռանանք գյումրեցիների մասին է խոսքը։ Գյումրեցին երբ կունենա ըստ ձեզ նորմալ տրանսպորտային համակարգ։ Գյումրեցին տեսեք, ես այս պահին քաղաքում չեմ կամ տվյալները չունեմ, թե մենք ինչքան մեքենա ունենք եւ մեր գծերը նոր է փոխվել, այսինքն ճանապարհային քարտեզները նոր են փոխվել, բայց ես այդ ճանապարհային քարտեզներին իմ տեսնելովս դեմ եմ, օրինակ մեր թաղում, այսինքն ծայրամարել ու այդ բուլվարային թաղամասում տրանսպորտը, այսինքն եկավ Շիրակացի փողոցից, բարձրացավ դեպի Մուշնոր թաղամասը, մենք ունենք մեծ թաղամաս, այդ ինարգանիների մասին որ խոսացինք մենք, այդ ինարգանիներից բացի մեծ քանակությամբ 4 հարգանի շենքեր կա, սեփական տներ կա։ Նույնիսկ այդ տարածքով մեր միջքաղաքային տրանսպորտը շարժվում է միայն այն ճանապարհներով, որոնք ասֆալտապատված են։ Քաղաքի բոլոր ճանապարհները, որոնք հագեցած են բնակչությունով, անպայման պետք է ծառայե քաղաքային տրանսպորտը իրենց։ Այսօր մեր խնդիրը ամենակարևոր խնդիրներից մեկը այդ հարցերի լուծումն է։ Եթե մենք այդ հարցերի լուծում ստանանք, քաղաքում շարժ կա։ Դες հմինայեք ժամը նորսեցի 8-ից 9-ից հետո մեր քաղաքի ցանկացած բնակիչ երբ որ ուզենա իջնի քաղաքի կենտրոն զբոսնե հետ է տա, անպայման պետք է որ ինքը տաքսով է տա, որովհետև նախ իրանց աշխատանքի ժամերը շատ կարճ չեն աշխատի երկար, որովհետև շարժի չկա։ Ժողովուրդը շովորդ չեն արել ժամին, պետք է մարշրուտ կենեղնի, իրանք պետք է տան, պետք է հասնին իրանց գործերին հետ կան։ Նրանք նայելուց տեսքից մանր հարցեր են, բայց մանր չէ, շատ կարևոր հարցեր են։ Քաղաքացու շարժը իր տարածքում, քաղաքի տարածքում շատ կարևոր է։ Եվ ժամանակի առումով, եւ ինչ հարմարավետության նաեւ առումով։ Դրա համար մեր կոպիցած գարաժները, պարկերը պետք է հագեցնել։ Ինչքան հնարավոր է պետք է հագեցնել, այնքան ժամանակ մինչև մեր քաղաքի բոլոր փողոցները հագեցած լինեն տրանսպորտով։ Բայց այս կախարդական շղթա է ստացվում, այսինքն տրանսպորտով հագեցնել սկզբունքորեն հնարավոր չէ, որովհետև փողոցներ կա, որոնք բառացիորեն պայթեցված են։ Տեսեք, այդ պայթեցված փողոցները նաև կարելի է օգտագործել, ինչ սարքել այդ գրեդերի մասին խոսացինք, չէ՞, տրանսպորտի, որը կարող է հարթեցնել եւ աշխատել։ Այդ հարթեցման հետ կապված նաեւ մենք խնդիր ունենք։ Այսօր փողոցներ կա, որ ընտրությունից ընտրություն են հարթեցվում, բայց եթե հարթեցվի, էլի Գյումրեցին այնքան շնորհակալ մարդ է, որ մինչև սարքելը վերանորոգելը ինքը շնորհակալ կյանի։ Բայց Գյումրին ունի այդ տեխնիկան, թե ամեն անգամ պիտի այս կամ տեխնիկան ունի, դրա խնդիրի չունի, կարող է 5-ած չունի նույնիսկ որը շատ արագ է, բայց կարելի է նույն բանը շաբաթում, 2 շաբաթում, մեր հարթեցումն էլ նայ չէ հարթեցրեցի երկրորդ օրը։ Բայց ինչու չի արվում։ Դե պետք է հարցնեք չանողներին, ինչ կարող են ասել։ Ես իրանց տեղն ինչ պատասխանեմ։ Այսինքն դուք որ ընտրվեք քաղաքապետ, ես որ ընտրեմ նման հարցեր մենք չենք ունենա միանշանակ։ Տեսեք, գրեդերներից խոսեցինք փողոցների հարթեցումից, դա հողային աշխատանքներ են։ Այսպես ավտոմատ մեխանիկորեն եկանք հասանք մեկ այլ լուրջ խնդրի, դա Գյումրու աղտոտվածությունն է, ընդ որում կանաչապատ տարածքների
գրեթե տոտալ բացակայության պայմաններում։ Եթե օրինակ կա նման չափորոշիչ, իսկ կա նման չափորոշիչ, որ քաղաքային պայմաններում մեկ շնչին հասնող կանաչապատ տարածքը պետք է լինի առնվազն 8 քառակուսի մետր, Գյումրիում այդ ցուցանիշը 3.9 քառակուսի մետր է, այսինքն կրկնակիից պակաս չափորոշիչից։ Խնդիրը, այդ խնդիրը լուծելու տարբերակ ունեք։ Տեսեք, այն տարածքը, որը այսօր ազատ է ու կանաչ կոդի է, նրանք միանշանակ դառնալու են կանաչ գեղեցիկ տարածքներ։ Մենք ունենք բագերում, հայատներում, օրինակ շենքերի բագերում աբորենի շինությունները, աբորենի ավտոտնագները։ Հարց չկա, թող տնեն, օգտվին, ունենան, բայց տարածք է պետք, չէ, հատկացնել որ ավտոտնագները այս շենքերի ենթադրենք ինչ որ տարածքի վրա է։ Այսօր մեր երեխեքը նաև խաղահրապարակ չունեն։ Որ նայեք, եղել եք 58 թաղամասը մեր քաղաքի։ Տեսեք 58 թաղամասը, երբ որ մտնեք շենքերի արանքները, այնքան տաղավարներ, տոմիկներ, դարածը այնքան շատ է, որ այսօր մեր երեխեն տնից դուրս կգա, խաղալու տեղ չունի։ Այդ հարցերը սա պետք է լուծվի։ Մարդկանց ոչ նեղեցնելու տարբերակով։ Դի տեղեր առաջարկվի, հանվի, մարդկանց գարաժները տեղափոխվի, բարեկարգվի, որ բնակվողը, բազմաբնակարան շենքի բնակիչը տնից դուրս գալուց կամ լուսամուտից նայելուց տեսնի, որ ինքը բարեկարգ տարածքում կապրի։ Երևանում օրինակ գնացին ռադիկալ ճանապարհով, սկսեցին քանդել։ Տեսեք։ Հիմա բայց եթե տեսեք, դուք ասում եք պետք է այլընտրանք առաջարկվի, այդ այլընտրանքը ինչի հաշվին պետք է լինի, այսինքն ինչ որ մեկի ավտոտնակը ենթադրենք այստեղից հանեցին, տարան այնտեղ ավտոն կարող է 2 րոպե շարժվել, հեշտալ իր տնակը հետ կա, չէ՞, բայց մենք մեր երեխեքին ինչ բացատրենք, որ ազիզ չան, ստեղ ավտոտանակ է դու պետք է չխաղաս։ Ստեղ կանաչապատ տարածք պետք է չեղնի։ Որը նախատեսված է որպես կանաչապատ տարածք։ Այսինքն, եթե ավտոյի տերը որոշել է որ պետք է տնա երեխու խաղահրապարակը փակի, իր ավտոն հարմարավետ կայնեցնե, դիք ավելի ճիշտ է, քան ընտանուր շենքի բնակչությունը կամ մեր երեխեքը։ Այսօր մեր ազգի հիմքի երեխեքը չէ։ Մեր մեծացող սերունդը, մեր այսօր էլ երեքել վաղն է։ Всё, մենք մեր երեխեքին պետք է բարեկեցիկ կյանքով ապահովենք, չէ։ Գոնե մինիմումը ինչ կախված է քաղաքապետարանից կամ եւ քաղաքապետի ոլորտում։ Այդ մինիմումները պետք է մենք կազմակերպենք, չէ, որ դրանից հետո մենք ստանանք մնացած հերթական շարունակությունը։ Մեր ծերերը, տարեցները, գիտեք, մեր քաղաքում տեղ չկա, որ այդ մարդիկ էշ տան, զբաղվին, նստին, հանգստանան։ Ընտանուր քաղաքի տարածքում նայես, շատ քիչ տարածքներ են, որ նման տիպի վայրեր կան։ Ծայրամասերում կարելի է ընդհանրապես չկա։ Այլ տեսնիկ ծայրամասային թաղամասները շտակ ծերերը կամ թաղում բնակվողները իրենց ուժերով ինչ որ տեղ են սարքել, տեղ հավաքվի նստենք այդ մարդիկ, նարդիկ խոհան, զրուցենք, չգիտեմ ինչ կենեն, երեխեքը իրանց համար ֆուտբոլի դաշտեր են սարքել։ Եթե երեխեն կամ ծերը ի վիճակի է այդ ամենը իր ցերկով ենել, իսկ քաղաքը ինչի ի վիճակի չէ որ ուշադրություն է պետք, ուրիշ ոչ մի բան։ Կանաչապատ տարածքների թեմա շարունակելով, տեսեք, ես արդեն 2-3 օր այսպես պատտվում եմ անընդհատ Գյումրիով ու չեմ կարող չնկատել, որ Գյումրիում առհասարակ ռոռոկման համակարգ գոյություն չունի, չկա նման բան։ Այսինքն եթե նույնիսկ հանկարծ մենք փորոշենք այս ինչ կամ այն ինչ տեղը ծառեր տնկել, այդ ծառերը չեն ջրվելու, չորանալու։ Բնաբաժակների տեղեր չկան։ Այսինքն այդ ամեն ինչը պետք է դուք, եթե ընտրվեք քաղաքապետ, պետք է լուծեք հերթով։ Ինչ հերթականությամբ։ Միանշանակ, տեսեք, կանաչապատ տարածքները մենք սարքելու համար, տեսեք, թաղեր կա, արդեն ասֆալտապատած է։ Իրանց չափապաժնով ունեն կանաչապատ տարածքներ։ Այդ տարածքներում, տեսեք, ասեցիք, ջրելու ջրբաժանների խնդիր կա։ Այդ տարածքներում մենակ այդ հարցը բլուզը։ Իսկ տարածքներ կար, որոնք այսօր պատրաստ չեն, նախորդ ծրագրի մեջ պետք է մենք հասցնենք մտցնել, որբիսի հիմնանորոգելուց հիմնովին վերանորոգեն, որ մենք չփախվենք այդ տիպի խնդիրների։ Մենք այսօր փողոցներ ունենք, ասֆալտապատած է, նորմալ սարքած է, իր ստոլբեկը հենասյուները նոր կան։ Հենասյուները նայեցի հին աննորմալ վիճակում են։ Այսինքն
ինչին մենք սկսեցինք անդրադառնալ, հիմքից հիմնովին պետք է անդրադառնանք։ Այսօր մի քիչ շատ պետք է ծախսենք, թեգուս, բայց հիմնովին պետք է այդ հարցին մենք լուծում ստանանք, որովհետեւ այդ բախումներին չհասնենք։ Տեսեք, այսօր Գյումրի քաղաքի ինչ խնդիրներ ունի ասֆալտապատման։ Ամբողջ Ճիրագացի փողոցը իր սեփական տներով, շենքերով, շարունակություն, ամբողջ Ճիրագացի փողոցը։ Տեսեք, այսօր ասֆալտապատած չէ, հնարավոր չէ ասֆալտապատել, ինչի համար, որովհետեւ խնդիր կա։ Կոմունիկացիոն հարցերը լուծված չէ։ Ջրագծերը թարմացնելու խնդիր կա, ջրահեռացումը թարմացնելու խնդիր կա։ Գրեթե ջրահեռացման ոչ մի բան չկա։ Այդ ամենը պետք է մենք կազմակերպենք, հետո նոր անցնենք ասֆալտապատման, չէ՞, խո մենք չենք կարող ասֆալտապատենք, հետո անցնենք քանդելու։ Չէ, նման անհետ փորձ Երևանը ունի գործում։ Ահա, դե հիմի քաղաքապետի գործը ո՞րն է, որ նման տիպի հարցերին ուշադիր եղնի ու չթողնա հարցին թերի լուծում տալ։ Հարցը պետք է ունենա կոնկրետ, հիմնովին հիմնավորված լուծում։ Այս է իմ կարծիքս ու միանշանակ ճիշտն է։ Ես գյումրեցիների հետ շատ զրուցել եմ այս ընթացքում եւ մի խնդիր կա, որը առաջին հայացքից միգուցե այսպես քրիտիկական չի, բայց իրականում ինքը լուրջ խնդիր է, խոսքը վերաբերում է թափառող շներին։ Շների ահավոր մեծ քանակություն կա քաղաքում, թե կենտրոնում եւ արվարձաններում, որում արվարձաններում այսպես ոհմակներ են ու բավական վտանգավոր են թե երեխաների, թե մեծերի համար։ Մեր ժողովրդին ու Գյումրեցուն հետաքրքրող շատ կարևոր հարցերից դուք խոսացիք, որի մասին ես կուզենայի խոսալ, թող լսեն բոլոր գյումրեցիները։ Տեսեք, այն հարցը, որը չունի, նոր ասացի կներեք, հիմնովին լուծում, այսինքն, այդ հարցը չի լուծվելու։ Ինչ որ մենք այսօր շենքը սարքենք առանց ֆունդամենտ։ Հիմա մենք գիտենք Գյումրիում քանի թափառող շուն կա, քանիսն են ընտանիք կենտանիներ, քանիսն են թափառող։ Չգիտենք, հաշվարկ չկա։ Նախ մենք պետք է հաշվարկենք, հասկանանք ընտանիք կենտանիները որոնք են։ Հետո պետք է հասկանանք թափառող շների քանակը։ Թափառող շների քանակը հասկանալու համար ահագին մեծ աշխատանք է պետք, որը մեկ ժամվա կամ մեկ րոպեվա լուծման հարց չէ։ Մենք նախ պետք է ստանանք քաղաքում թափառող շների քանակը։ Պետք է ստերջացնելու ժամանակ հետամուտ եղնենք, որ այդ շները ճիշտ ժամանակին ստերջացնեն ու քանակը հասկանալուց հետո, այսինքն մենք պետք է գիտենանք քանի մոտավորապես այդ շուն ունենք քաղաքում, որովհետեւ ստերջացնելուց, քանի որ շունը տարվա ընթացքում կարող է ստանալ 5 եւ ավելի ծակեր, ճիշտ է։ Եթե մենք ժամանակին այդ եկին ճիշտ չենք ստերջացնել, 1000-ից 700 հատինոր ստերջացնենք, այն 300 հատը մնա, 1 տարի հետո մենք ստանալու ենք նույն գլխաքանակը։ Մենք ունենալու ենք նույն խնդրեմը։ Այդ հարցի լուծումը հիմնովին մեծ ծրագիր կուզե, որը կախված է շատ մեծ գումարներից, էլի Գյումրու բյուջեն ի վիճակի չէ այդ հարցի լուծում տա։ Այն ովքեր որ այսօր դարձել են այդ հարցը իրանց համար մի հատ թեմա, հեսա գալիս են այդ հարցը լուծելու են, չէ, չկա այդպես բան։ Էլի ժողովուրդը խաբված է դուրս գալու։ Միանշանակ խաբված է դուրս գալու։ Պատկերացրեք թափառող այդ քանակի շունը, այսօր մոտավորապես 5-ից 7000 շուն կա քաղաքում։ Հələ բերեք այդ կանշաններին հավաքենք, իրենց կացարան սարքենք, պատկերացնեք, այդ կացարանի ծախսը մեկ է այդ շների օրական թաղամասա դառ։ Բայց շների կերակրման օրական ծախսը պատկերացնեք։ Վերջերս Գյումրիում եկել էին մասնագետներ, որովհետեւ այդ հարցին լուծում տային, այդ հարցը պետք է լուծում ստանար, ժողովրդին խոստացան որ այդ հարցերը հեսա, որ մենք կանք լուծելու ենք։ Հարցը հələ այդ էգողները ովքեր էին, որտեղից էին եկել, ինչի համար էին եկել, որտեղից էին ֆինանսավորվում։ Սա հարցեր են։ Այսօր քաղաքացուն ինչ է պետք։ Լսել խոսքեր, որը իրեն դուր է գալիս։ Այս մարդիկ է թեմաներ են ընդրել ու խոսանքը, բայց նորմալ տրանսպորտով հասնել տուն առանց ճանապարհին ուտվելու վտանգի։ Կներեք, չլսեցի։ Ասում քաղաքացուն իրականում պետք է նորմալ տրանսպորտով հասնել տուն, այդ ընթացքում առանց ուտվելու վտանգի։ Հիմնականում ծայրամասային տարածքներում, որտեղ աղբահանության մենք խնդիր ունենք։ Իրականում թափառող շունը ուր պետք է երթա։ Բնականաբար պետք է երթա այն տարածք, որտեղ որ ինքը պետք է կեր հայտայտի, այսինքն այդ աղբակույտերի մոտ, չէ՞։ Նույնիսկ տուն է տալու մասին չէ խոսքը։ Տնից դուրս եկավ զիբիլը
իր աղբը գցելու, շունը հնարավոր է այդ կերին մոտ էջ տալով տիրոջը գզել։ Այսինքն ոչ թե տիրոջը, աղբը թափողին հարցակվի ու գզե։ Կա քաղաքում դեպքեր կա նաև։ Շատ կարևոր հարց է այս հարցը, բայց այս հարցի լուծումը ոչ մեկ ժամվա է, ոչ է մյուս։ Իսկ կենտանասերների հետ խոսալուց ես տեսել եմ մի քանիսի հետ խոսացել եմ, մենք զրուցել ենք, այս մարդիկ իրանք որպես կենտանասեր հիմնականում մենակ շնից խոսանը։ Իսկ ինչու՞ չէ, կադուներ կան այստեղ։ Էլի ուրիշ կենտանիներ կան։ Այս հարցը միամ գլոբալ հարց է, մեծ ծախսեր ունի, մեծ խնդիրներ ունի։ Այս հարցին ամենաառաջինը հաշվարկ նոր լուծում։ Եթե չկա հաշվարկներ, այս հարցը լուծում չունի, բայց այդ թիվը, շատ մեծ թիվ է, որը մեր քաղաքի բյուջեի հետ չի կարող կապ ունենալ։ Այս քաղաքը կնա ծախսեր անել, խնդրել, պահանջել, բերել, ծրագրեր ներկայացնել, հաստատել տալ, այս հարցին լուծում տալ։ Շատ լավ, շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ դեմոկրատական այլընտրանք կուսակցության ցուցակով Գյումրիի ավագան եւ քաղաքապետի տեխնացու Արտյոմ Ղարաղազարյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, հուսամ նույն վայրում, շնորհակալություն, հաջողություն եւ համբերություն բոլորիս։